2025 թվականի Հայաստանում 300 դպրոց է կառուցվում, վերակառուցվում կամ հիմնանորոգվում։ Ինչպես դասականը կասեր Քուանշ, պարոն Փաշինյան։ Քուանշ, պարոն գլխավոր դատախազ։ 2025 թվականի Հայաստանում ձեր իշխանությունը նաև դպրոցներ է փակում։ 2018-ից սկսած կառավարությունը վերակազմավորել, իրար է միացրել 13 դպրոց, թե ինչ են արել այդ դպրոցների հին շենքերը, գնացինք պարզելու։ Արաքսիկ հարցնում են գյուղի դպրոցն աշխատում է, չէ, աշխատում է, թե չէ գյուղի դպրոց։ Գյուղի դպրոցը Լոռու մարզի Գուգարք համայնքի Հովհաննես Շիրազի անվան դպրոցն է։ Չի աշխատում 2023 թվականից։ Այս դպրոցը ամբողջ գյուղին սպասարկել է։ Մեդալներ ա տվել, մարդիկ ա տվել, շատ շնորհալի մարդիկ, շատ հարցեր։ Բայց այս դպրոցը այսօր չի աշխատում, ինչ որ մեկի կամքով չի համապատասխանում, չգիտեմ ինչին։ Այս դպրոցը մինչև այդ համապատասխանելա, հիմի չի համապատասխանը։ Այս դպրոցն եմ ես ավարտել։ Ես այս դպրոցը վերջը ինքն էլ իմ դասընկերն ա եղել, ինքն էլ ա ավարտել։ Գյուղամեջ եմ բոլորը այս դպրոցն են ավարտել։ Ու ասենք ոչ մի չափանիշների հարց չի արել։ Բարից բուն իմաստով։ Դաժե հենց մի երեխեքը ստեղ, հենց մի ստեղ, երեխեքը գալիս են ինչ որ այնտեղ հերիք չի անում, գալիս են ստեղ ինչ որ, չգիտեմ, ռոբոտաշինությունն է, ինչն է, ինչը։ Եթե այդ կարը մեն անեն։ Լավ, մի ուրիշ տեղից սկսեմ, ախր բերանս բացել մեկ տա, էլի, մեկ տա։ Էլի եմ կշկնեմ կարգուն դպրոցը մնում է։ Պատճառաբան են, ինչն է պատճառը։ Պատճառաբանում են, դրանք չի համապատասխանում մեր ժողովրդի ոչ մի նորմատիվներին։ Այսինքն, ինչքան էլ իրենք ասում են մենք դպրոց սարքող, մանկապարտեզ սարքող։ Հենց բան չկա։ Հորս արև չկա, էլի, լավ էլի։ Դպրոցը միավորվել է, որ դարել է ավագ ու հիմնական դպրոց։ Ու որոշել են ավագ ու միջնակարգ դպրոցը տեղափոխվի միջնակարգը դառնա նա։ Ինչի համար։ Եթե միջնակարգ մեծ շենքը հենց նենց պրոստը ախր դուք էլ ճիշտ հասկացեք, լյուբոյ տան, եթե չի ապրում մարդ, այդ տունը քանդվում է։ Բնականաբար, եթե դպրոցը չի աշխատում, պետք է մի բան քանդվի, չէ՞։ Հա, ես դեմ չեմ, լիքը դոտացիաներ ունեք, լիքը բաներ ունեք, այնքան բաներ կա ձեր կուխնյայում, ես չեմ մտնում ձեր կուխնյամ, դուք կարակ անեք։ Բայց որ չեք անում, արդեն դա աբիտնի է։ Բայց որ այսպես նայում ենք, շենքը վատ վիճակում չի, կանգուն, նորմալ շենք է։ Մի արի մտի, ուզում ես մարդ չեմ բացել, տամ դպրոցում մտնեք։ Տիգո։ Այ չի լսելու։ Հլա Տիգոին ասա գա էլի։ Տիգո ջան, արի։ Քանի աշակերտ է սովորել այս դպրոցում գիտեք։ 1000։ Նորոշներ եմ 1000-ից շատ։ 1000-ից շատ։ Իմ ժամանակ 1000 հոգի եղել է։ Հա։ Իսկ այս վերջին տարիներին, այսինքն աշակերտների թվականակի համար չի որ փակել են։ Չէ։ Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ։ Չէ, մեռնեմ ջան, սա մինչև 100 չունեցա, 150 կողալ աշակերտ դպրոց միջնակարգ ունեցել այն անդեր, ավագ դպրոցը մեղել է։ Գուգարքի արդեն փակված դպրոցում են գտնվում, դասասենյակներից մեկն է, մեզ ուղեկցեցին այս դպրոց, որպեսզի հասկանանք, թե ինչ պայմաններ են այստեղ, որ աշակերտներին ստիպված այս պայմաններից տեղափոխել են, խնդրեմ։ Գուգարքի ավագ դպրոցը վերանվանել են միջնակարգ դպրոց։ Միջնակարգ դպրոցը միացրել Գուգարքի հիմնական դպրոցին, որը բնակիչներն անվանում են Չեխերի դպրոց։ Այդ դպրոցը Չեխերի դպրոցը ինձ ինչու զմաս են հետաքրքիր չի։ Չեխերի դպրոցը այսօրվա դրությամբ կառուցվել է երկրաշարժից հետո ու կառուցվել է փետի դոմիկ որպես, որը վաղեմություն ունի 30 տարի։ Ինչքան է անցել։
Այդ սիմվոլը 30 չէ, 10 տարի է այդ սարքվի, որ 10 տարի հետո պիտի քանդվի, դպրոց ունենա այս գյուղը, այս գյուղը դպրոց սարքել են, աղբեջան, ձմեռը մի հատ եկեք էլի, որ ձունը նստում այն ժամանակ եկեք։ Հենց մի իմ երեխեն գնում այնտեղ մանկապարտեզ։ Միշան հալի, եթե ես ավտո չունեմ, ուրեմն պետք է ես չգիտեմ ինչ կատարվի։ Մենակ ես չեմ, բայց ես կարամ բոլորի անունից խոսամ։ Դպրոցը կենտրոնից տարել են աշխարհից էր։ Ես էլի եմ կրկնեմ, ինչքան ուզում է լավ, ինչքան ուզում է բարենպաստ պայմաններ ստեղծեն երեխեքի համար, որ այդ երեխեն գնա, ցանկացած երեխու հարցրու, եթե մեկը կասի, որ ես հաճույքով եմ դպրոց գնում, ամոթ։ Այս դպրոցն եք սովորում տեղը։ Այն դպրոցից եք տեղափոխվել այստեղ Դուգարքի։ Հարմար է, որ այստեղ եք գալիս։ Սեյսմիկից է գալիս, չգիտես ինչից է գալի, էլի պտտմ կառավարություն են տանում, որ կառավարությունը չի որոշում, բա որ կառավարությունը չի որոշում, ով է որոշողը։ Մարզպետարանը вообще չի որոշի։ Ոնց հասկանում եմ աշակերտներին, այսինքն տեղափոխել են, որ ջեռուցում, բան, այդ տիպի ծախսերը կրճատեն։ Ստոպ եղի, ջեռուցման մասին բես չխոսանք։ Այդ դպրոցը ընդհանրապես գազիֆիկացում չունի, արգելված է, բայց այսօր գազա վառվում այդ դպրոցը։ Կարաս ասես ինչի համար։ Ոնց, որովհետև այս գյուղի դպրոցի բանով է, հասցեով է գազը գնում։ Ախր մեկ խոսացնի, ես այնքան բան կարամ խոսամ։ Ուղղակի ինձ պետք է որ ասում դնեն ու թռցնեն, տեն չի լինի։ Փայտանյութով կառուցված դպրոցի տարածքում գազը կարող է անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել։ Եթե Աստված չանի դեպք եղավ, կասեն դժբախտ պատահար էր։ Շատ դժգոհ եմ նման որոշումներից, որ կառավարությունը ու մնացած պատկան մարմիններ, որ այդ տիպի որոշումներ կայացնում են, իրանցով են կայացնում։ Ինձ թվում է պետքա որ առաջի հերթին բնակիչների, դպրոցի հաճախող ծնողների մասին իրանց հետ այդ ամեն ինչ քննարկեն, հետո նոր ինչ որ հարց լուծեն։ Գուգարքում բնակիչների կարծիքը չեն լսել նաև մանկապարտեզ կառուցելիս։ Հիմի մանկապարտեզը ստեղ սարքել են, ուղղակի էդ էլ չեմ կարող հասկանամ։ Էլի ասեն լավ բան են կարել, բախի եք խոսեմ։ Լավ բան է կարել, լավ է կարել, բայց հաշվի չեք առել, որ 50 երեխա չի այս գյուղում 50 երեխա չի կարալի։ Այդքան միլիոնը ծախսում եք, ախպեր, 50 երեխու համար, ինչի համար։ 100-ից ավել երեխա կա։ Բայց ընդամենը 50-ի համար է սարքածխի, տեղ չունենք սարքելու։ Համայնքը տեղ չունի սարքելու, այնքան պրոստը տակ հողեր կա վերածած հենց գյուղամեջի տարածքը, որ կարային ավելի կենտրոն սիրուն սարքել։ Չեմ դժգոհը, մանա աղբեր, չեմ դժգոհում, բայց լավ մի հատ կարծիք հաշվի առեք։ Դու 50 աշակերտի 50 սանի համար ես մանկապարտեզ սարքի, չէ՞ որ այստեղ մենակ 50-ը ընդեղ երկու տեղ սենց մնում է։ 120-130 հոգի երեխա կա, որտեղ է տեղավորելու։ Էլի այս գյուղը հանգցնում են սարքեն 0-ի, որ ասենք ստեղ մալաջոս չմնա, դառնա ծերանոց ինչի համար։ Ստիպված երեխա ունեցողները պիտի լքեն։ Իհարկե։ Կառավարությունը Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 1 վարժարանը միացրել է Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցին։ Վարժարանի տարածքն այս պահին լքված է։ Մեզ հետ զրույցում միավորված ավագ դպրոցի տնօրենը մանրամասներ ներկայացրեց, բայց առանց տեսախցիկի։ Միավորումը տեղի է ունեցել 23-24 ուս տարվանից, մեզ միացել է, եթե չեմ սխալվում, 70 աշակերտ, մոտ 70 աշակերտ։ Այս պահին մոր դպրոցը ունի 150 աշակերտ։ Մենք աճեք գրանցել այդ տարվա հետ համեմատած մոտ 25 աշակերտով։ Դպրոցների միավորման պատճառների մասին տնօրենն ուներ իր բացատրությունը։ Մեր քաղաքը բավական փոքր քաղաք էր ու մրցակցությունը ուսումնական կառույցների միջև ես կասեի անառողջ էր ավելի շատ, քան առողջ։ Մրցակցությունը իհարկե շատ լավ բան է, բայց ես դա առողջ մրցակցություն է։ Եթե Ստեփանավանում անառողջ մթնոլորտն են մատնանշում եւ նախկին վարժարանի շենքային պայմանները, ապա Գյումրիում թիվ 37 դպրոցը ֆոտոն վարժարանին միացնելիս բոլորովին այլ խնդիր են լուծել։
37 դպրոցի նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը հայտնվել էր ՔՊ-ի թիրախում։ Նրան գաղտնի ձայնագրել էր Դանիել Իանիսյանը, որպես ՀՀԿ-ի օգտին ընտրողներ հավաքագրող։ Իշխանափոխությունից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ տնօրենը հրաժարական տվեց, ինչը չներեցին աշակերտները։ Դասադուլից, բողոքի ցույցերից հետո զանգվածաբար դուրս եկան դպրոցից։ Քիչ թվաքանակով աշակերտներով այլևս անիմաստ էր նման դպրոց պահելը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը փակեցին, միացնելով 201 հիմնական դպրոցին։ Այո, այլևս մեր երկում գիշերօթիկ չի լինելու։ Եվ մենք տեղեկացված ենք, որ դպրոցը դառնալու է 201 հանրակրթական։ Հետո այդ 201 դպրոցը միացրեցին Ներսես Մեծի անվան 124 հիմնական դպրոցին, իսկ 201 դպրոցի շենքը 4111 քմ մակերեսով իր առանձին կաթսայատնով, արհեստանոցով, պահակակետով մնաց պետգույքի տիրապետության տակ։ Ավելի ուշ պարզվեց, որ դպրոցի տարածքի մի հատվածը տվել են մասնավոր Օհանյան կրթահամալիրին, որի ուսման վարձը տարեկան 1.5 միլիոն դրամ է։ Այսինքն նույն տարածքում մասնավորին հաջողվում է կրթական գործունեություն ծավալել, պետությանը ոչ։ Այսպես բարենպաստ կրթական պայմաններ ապահովելու անվան տակ կառավարությունը Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցը միացրել է Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցին։ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը միացրել է Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին։ Վանաձորի թիվ 10 եւ 13 ավագ դպրոցները միացրել է իրար։ Երևանի 103 ավագ դպրոցն էլ միացրել է Հայ-Չինական բարեկամության դպրոցին։ Աբովյանի այս ավագ դպրոցը դարձրել են թիվ 6 հիմնական դպրոց։ Նույն կերպ լուծարել են Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Մեծամորի ավագ դպրոցները։ Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ըստ նախարարության տրամադրած ցանկի միացրել, վերակազմավորել են 13 դպրոց։ Խնդիրը միայն սովորելը չէ։ Խնդիրը նաև սովորելն է։ Կրթվելը նորաձև է, բայց իրենք նորաձևության կազմակերպիչները խոստովանում են, իրենք էլ կիրթ չեն։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ դա մեր գործն է։ Ռիփսիմե Ջեբեջյան, Իլյա Մանուկյան, Վազգեն Հովհաննիսյան, Տրիբյունեը։ Ես այլավ